Չընդունելով այս ամենը հակագովաստ կամ չգիտեմ ինչ-որ այլ տեսանկյունից մի դիտարկեք հարցը, ես առանձնակի կողմնակից չեմ, կրկնում եմ, սա կարող լինի բացարձակապես իմ սուբյեկտիվ կարծիքը, տարատեսակ քսուկների օգտագործումը քրոնիկական բալանոպոստիտի բուժման մեջ։ Մի բանը, որ արդեն քրոնիկական է, ինքը արդեն իսկ հավանականությունը շատ քիչ է, որ կենթարկվի դեղորայքային բուժման։ Չնայած շատ տեղերում եւ շատ մասնագետների կողմից կարելի է նկատել այդ երևույթը, որ նշանակվում են տրիդերմը չոքնեց, անցանք են մյուսին, անցանք են մյուսին, են մյուսին։ Ինչ է իրանից ներկայացնում տրիդերմը, դա կոմբինացված պրեպարատ է, իր մեջ կա եւ հակասնկային, եւ հակաբորբոքային, անտիբիոտիկ պարունակող եւ հորմոնալ բաղադրիչ պարունակող այդ կոմպոնենտները։ Ինչ որ մի չափով ինքը կօգնի, գուցե եւ ամբողջովին օգնի։ Խնդիրը այստեղ նրանումն է կայանում, ոչ թե դուք պետք է դիտարկեք անցան այն բոլոր երևույթները, որոնք ձեզ անհանգստացնում էին, հա, որտեղ մենք ինչ ենք նկատում քրոնիկ բալանոպոստիտի ժամանակ, կարմրություն ենք նկատում, քորի առկայություն, մշտական կամ բարբերաբար կրկնվող փառակալում, տհաճ հոտ, ճաքեր, վերքեր եւ այլն, դուք որ նայեք բալանոպոստիտի նշանները, եւ որ դուք օգտագործում եք ինչ-որ մի քսուկ եւ երևույթներն անցնում են, դա չի նշանակում, որ ձեր խնդիրը անցել է։ Քրոնիկական բալանոպոստիտի դեպքում շատ կարեւոր է իրականացնել հետագայում բուժման ավարտից հետո իրականացնել համապատասխան հետազոտություններ։ Եվ մի կարևոր նկատառում եւս, յուրաքանչյուր դեպքում, եթե դուք օգտագործում եք տեղային օգտագործման որևէ քսուկ, անմիջապես հետո իմաստ չկա անալիզ հանձնելը։ Չգիտեմ ինչի շատ հաճախ ասում են քսուկը վերջացրեցիր, արի անալիզը հանձնի։ Պարզ է, որ դրա այդ պահին անալիզը կգա մաքուր, դրա համար մարդը խմում է անտիբիոտիկ, օգտագործում է քսուկ, թե ինչ է պրոցեդուրաներ անում, լվացումներ եւ այլն բան, այդ ամեն ինչից պետք է անցնի որոշակի ժամանակահատված, նոր ինքը գնա հետազոտություններ անցնի։ Օրինակի համար, եթե անտիբիոտիկների մասին է խոսքը գնում, ապա անպայման պետք է բուժման ավարտից 2 շաբաթ անցնի։ Եթե տեղային օգտագործման քսուկների մասին է խոսքը գնում, առավել եւս եթե այդ քսուկներն իրենց մեջ անտիբիոտիկ են պարունակում, եւս 2 շաբաթ պետք է անցնի, որ նոր իրականացնեք հետազոտություն, դուք պետք է ըստ հետազոտության հասկանաք խնդիրն անցել է թե չէ, որտեղ երևույթները կարող է անցնեն, բայց խնդիրը մնա։